Ազդարար լրատվականն է, Ցայք հեռուստաընկերության և ռադիոյի ուղիղ եթերում բարև ձեզ։ Թողարկման մեջտեղ գտած նորություններին ծանոթացեք նախ համառոտ։ 2013 թվականին Գյումրիում սկիզբ առած և ողջ տարին ակտուալ մնալու մեծ հավանականություն ունեցող մեկ հարցով հետաքրքրված քաղաքապետը շրջայց է կատարել։ Փոսապատ փողոցներում անձամբ զրուցել է դրանցում աշխատանքներ իրականացնող պատասխանատուների հետ և հստակեցրել աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ Գյումրիում ապրիլից կմեկնարկի ծառատնկման և կանաչապատման գործընթացը։ Քաղաքի առանձնացված հատվածներում տնկվելու են ծառեր, որպեսզի ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և քաղաքը բերվի պատշաճ տեսքի և հնարավորություն ստեղծվի ձերբազատվել փոշուց։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի մասնաշենքը այսօր շահագործվում է ծայրահեղ վատ պայմաններում։ Կենտրոնում չեն գործում ջրագծերն ու կոյուղին։ Խոնավությունը վնասել է շենքի պատերն ու ստեղծել վթարավտանգ իրավիճակ։ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ իրականացվել է ճանաչողական այց Արարատի մարզ, տեսնելու այն ցանկատարածությունները, ջերմոցային տնտեսություններն ու ձկնաբուծարանները, որոնցում խնդիրներ կան։ Մարտի 22-ին Գյումրիում Շիրակ ֆուտբոլային ակումբի սաների հետ ֆուտբոլ է խաղացել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ 2012 թվականի նման այս տարի ևս նա հյուր էր եկել նվերներով, մարզահագուստով ու գնդակներով։ Ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնական կայքի մարտի 22-ին ժամը 14:50-ի սահմաններում քաղաքացի Վրեժ Գալստյանը չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին դիմադրություն է ցույց տվել և ապօրինի մուտք գործել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաև ազգային ժողովի վարչական շենք։ Նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին և իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև նախազգուշական կրակոցից հետո։ Ուստի և քաղաքացու տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, գոտկատեղից ներքև, ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց։ Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգային ժողովի տարածք ապօրինի մուտք գործած անձը Վ. Գալստյանը Մասիս քաղաքի բնակիչ է, 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով նա նախկինում 2 անգամ դատապարտվել է։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խումբ ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ։ Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղզննություն, առգրավվել են այդ թվում ազգային ժողովի նշված տարածքը նկարահանող սարքերը և տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաև հանրությանը։ Դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կատարվում է քննություն։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վ. Գալստյանը տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Անցնենք օրվա մյուս թեմաներին։ 2013 թվականին Գյումրիում սկիզբ առած և ողջ տարին ակտուալ մնալու մեծ հավանականություն ունեցող մեկ հարցով հետաքրքրված քաղաքապետը շրջայց է կատարել։ Փոսապատ փողոցներում անձամբ զրուցել է դրանցում աշխատանքներ իրականացնող պատասխանատուների հետ և հստակեցրել աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ Ուղղումներն ու ցուցումները տրվեցին ճանապարհաշինական աշխատանքները իրականացնող ՍԱԴ և դոռոժնիկ կազմակերպությունների պատասխանատուներին։ Քանի որ այլևս հնարավոր չէ Գյումրիում ոչ քայլել, ոչ էլ առավելևս երթևեկել, ուստի Սամվել Բալասանյանի բոլոր աշխատանքները պետք է կատարվեն հնարավորինս արագ և կարճ ժամանակամիջոցում։ Everybody is committed to provide good service and come to a good end result. Հիմա բոլոր կապալառուները իրանց հանձնարարությունը ստացել են և փորձելու են անել ամեն ինչը, որպեսզի ձեր բոլոր պահանջները և կոնտրակտի պահանջները ապահովենք ամենաբարձր մակարդակով։ Բոլորը տեղեկացված են և ստացած։ Շատ շնորհակալություն։
Thank you very much. Thank you. Ասֆալտապատման մասին սակայն խոսել այս պահին դեռ վաղ է, քանի լցված շեբինը չի տեղավորվելու համապատասխան մակարդակ փոսում չի ապահովել, վերջնական աշխատանքը ասֆալտի տեսքով չի կատարվի։ Դորոժնիկն ու Սադեն են անցած տարի քաղաքը փորել ջրագծեր անցկացրել, սակայն ըստ Շիրակ ջրմուղկոյողու ներկա վիճակի համար ոչ մեղավոր են, ոչ պատասխանատու։ Ոչ մի անփույթ աշխատանք չկա, ձմռան ընթացքում մի քանի անգամ կատարվել է խճապատում եւ փոսալցումներ, այսինքն խրամուղում այն մասը, որտեղ իրանք են փոյել, բայց ես եմ ասում, չի ասֆալտապատվել, որովհետև փողոցից մինչև տուն յուրաքանչյուր տան համար նորից պետք է քանդվի։ Իսկ որն էր իրական պատճառը, որ ձյունը հալվելն ու ասֆալտի չքվելը Գյումրիում մեկ եղավ, հալվեց գնաց բոլորի զարմանքից լայն բացված աչքերի առաջ։ Շիրակացի փողոցը արդեն ոնց որ ասենք քայքայվել է, այնպիսի վիճակ է, որ տարիներ շարունակ այդպես է, միշտ էլ փոսանորոգում է եղել, բայց արդեն լրիվ քայքայված է, պետք է ինձ թվում է ինչ որտեղ այլ վերանորոգում, ոչ թե ասենք փոսային նորոգում, կապիտալ վերանորոգում։ Դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ, փորձենք էլի կառավարությանը նույնպես խնդրենք, գնանք, տեսնենք ինչով կարող են աջակցել։ Կարծիքը թե շատ աղ է օգտագործել ձմռան ամիսներին, դրա համար է քարոքանջ եղել, դա է թե ասֆալտը որ։ Չէ, դե ճիշտն ասած անիմաստ է նման բան ասելը, որովհետև մենք ընդամենը 30 տոննա աղ ենք ունեցել եւ 7 տոննա օգտագործել ենք ուղղակի խաչմերուկներում, որտեղ գիտեք շատ ծանր ծմեր անցկացրեցինք, որտեղ շատ ծնարադ էր, տեղումների քանակությունը շատ էր եւ օրերի նաեւ այդ ջերմաշճանի հետ կապված էլ կար այնպեսի որ հալում էր, հետո նորից սարում էր։ Ամեն ինչ իր հունի մեջ է մտնում քաղաքապետը վստահ է, որ ամռանը երբ հյուրերը գան ու մասնակցեն մշակութային լայնածավալ միջոցառումներին, կկարողանան քայլել բարեկարգ ու հարթ փողոցներով։ Մինչ հունիսի 1 ավարտին կհասնի նաեւ Գյումրու Արագած փողոցի շինաշխատանքները։ Ամեն ինչ կատարվելու է լուրջ պատասխանատվությամբ, ոչ մի սանտիմետրի շեղում թույլ չի տրվելու, այսպես վստահեցնում է քաղաքապետը, ում հետ համաձայն է նաեւ պատվիրատուն։ Բոլոր աշխատանքները իրականացվելու են հենց այն կազմակերպությունների ֆինանսավորմամբ, որոնք ներկայացնում են իրենք։ Կարծեմ 12-ից 16, այսպեսին էր ծրագիրը, դե հիմա ծրագիրը այստեղ է նաև նախագծողը, գիտեք, ինքը իրեն հետ նույնպես պայմանավորվել ենք, որպեսզի նաև այս հաստությունը, որը պետք է լինի ասֆալտի, շերտը վերջի, ուրեմն իրենք 4 սանտիմետր էին նկատի ունեցել, բայց հիմա 8 սանտիմետրով են կանելու, որովհետև մեր ասֆալտը նույնպես 8 սանտիմետր, 8-ից 10 սանտիմետր է։ Գյումրին գումար կծախսի այն փոսերը վերացնելու համար, որոնք Սադե ու Դարոժնի կազմակերպությունների ձեռքի գործը չեն։ Գյումրի քաղաքը իր բյուջեով կտնի մոտ 300 միլիոնին համարժեք գումար, որովհետև 202 միլիոն ունենք, 70 միլիոն էլ հրապարակի համար ունենք, հիմա գումարում ենք 30 միլիոն էլ նաև արդեն այլ տեղերից մենք կարող ենք ուղղակի այն մյուս բյուջետային փոփոխությամբ 300 միլիոն դարձնել եւ 300 միլիոն փոսանորոգման վրա քաղաքն է տնելու։ Քաղաքի երկրորդական փողոցները եւս դուրս չեն մնա ուշադրությունից, դրանցում նախատեսվում են իրականացնել փոսալցման ու խճապատման աշխատանքներ։ Արմենուհի Մինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Գյումրիում ապրիլից կմեկնարկի ծառատնկման եւ կանաչապատման գործընթացը։ Քաղաքի առանձնացված հատվածներում տնկվելու են ծառեր, որպեսզի ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ քաղաքը բերվի պատշաճ տեսքի եւ հնարավորություն ստեղծվի ձերբազատվել փոշուց։ Նշենք, որ ներկա պահին քաղաքի փողոցներում նախկինի նման չեն երևում ջրցան մեքենաները, փողոցները չեն ջրվում, որպեսզի առկա հողը չվերածվի ջրի։ Արդյունքում քաղաքը կենտրոնականից մինչև ծայրամասային գոտի, վաղ լուսաբացից մինչ երեկո պատված է փոշու թանձր ամպով։ Ապրիլի 15-ից ծառատնկման աշխատանքներ ենք սկսելու, հիմա մեր ցույցն ենք հայտարարում, այսօր արդեն վերջնական մենք հասկացանք որտեղ ենք ծառատնկելու, ուրեմն կոչ եմ անում, ասում է օգտվելով առիթից մեր քաղաքի բոլոր բնակիչներին, որ նրանք ակտիվ մասնակցություն ունենան իրենց թաղերով, դպրոցներով, գերատեսչություններով, նախակրթարաններով, ինստիտուտներով, որովհետեւ բոլորս դուրս գանք մեր քաղաքը այս փոշուց ազատագրենք։ Փորձելու ենք անել, ասենք մի ամսյակ մինչև ասենք հունիսի 1-ը ինչքան հնարավոր է բոլոր շաբաթօրերը օգտագործել ծառատնկման եւ շաբաթօրյակների հետ կապված։ Մաքրելու են քաղաքը, ու հիմա մաքրում են իհարկե լուրջ ծառայություն հետ կապված, տեսնում են որ մաքրված է փողոցները, բայց սա բավարար չէ։ Ունենք 5 հատ, ուրեմն մի հատ էլ են գնելու ջրցան մեքենա, ունենք 5 հատ ջրցան մեքենա, որը վերականգնեցինք, շատ վատ վիճակում էր գտնվում։ Հիմա երևի նաեւ ունենք տրակտորներ, որոնք ավելներ են պատվիրել, բերեցին Ուկրաինայից, այդ նույնպես տեղադրվել է այդ տրակտորների վրա, հիմա նրանք նույնպես կօգտագործենք, փորձենք ուղղակի հնարավորինս ինչ կարող ենք անել։
Ցայքերոստայնկերությունը վերջին շրջանում ընդունել է բազմաթիվ հեռախոսազանգեր առայն, որ Գյումրու փողոցներում մաքրում իրականացնող շատ բանվորներ են քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պատասխանատուի կողմից ազատվել աշխատանքից եւ զրկվել օրվա իրենց հացը հայտարարելու միակ հնարավորությունից։ Միաժամանակ նույն կառույցի այդ բաժինը հանդես է եկել հայտարարությամբ եւ պահանջել բարեկարգման եւ սանմաքրման գծով բանվորներ։ Մարդիկ նախկինում չկային, թե աշխատանքից ազատվել են հիմա նոր կարգ։ Չէ, ազատված մարդ չկա, ճիշտ ասած, ես ոնց որ թե հիմա գրաֆիկով 40 ժամ իրենք պետք է աշխատեն, ըստ գրաֆիկի երևի շաբաթ-կիրակի օրերը նույնպես գրաֆիկով ընկնում են, ինչ-որ դժգոհություններ կա, բայց կոմունալի պետը պարոն Մանասյանը այստեղ նա կհարտեցնի, կհարտի այդ խնդիրը այնպես չէ, որ ասենք շատ պրոբլեմային է, բայց մենք նորից որ անպայման համալրենք, կարողանանք, որովհետև Այո, ընդամենը համալրման, որովհետև ոչ թե մարդիկ եղել են կրճատվել, այդպիսի բան չկա, ընդհակառակը մենք ենք խնդրում, որպեսզի մարդիկ կան աշխատեն։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի մասնաշենքը այսօր շահագործվում է ծայրահեղ վատ պայմաններում, կենտրոնում չեն գործում ջրագծերն ու կոյուղին, խոնավությունը վնասել է շենքի պատերն ու ստեղծել վթարավտանգ իրավիճակ։ Սա հոգեկան առողջության կենտրոնի մասնաշենքն է։ Ներկապահին կենտրոնում ստացիոնար բուժում է անցնում հոգեկան խնդիր ունեցող 53 անձ։ Կառույցը սակայն չի համապատասխանում նման բուժհաստատությանը ներկայացվող չափորոշիչներին եւ չունի հիվանդների խնամքն ու բուժումը լիարժեք կազմակերպելու համապատասխան պայմաններ։ Սրանով հանդերձ այս նույն շինությունում է տեղակայված նարկոլոգիական դիսպանսերը, նաեւ որտեղ ստացիոնար բուժում է ստանում 6 հիվանդ։ Կառույցներ, որոնք պատասխանատվություն են կրում որպես բուժհաստատություն շենքը ընդունելու, օրինակ ասեմ, հակահամաճարակային ծառայության կողմից կառույցը չի ընդունվել, հագարտեային ծառայության կողմից չի ընդունվել, էկոլոգիա ապահովող այդ կառույցի կողմից չի ընդունվել, չունի որևէ ընդունման հանձնման ակտ։ Խնդիրները այստեղ միշտ էլ եղել են։ Դրանց հիմա գումարվել է ջրագծերի ու կոյուղու վատթար վիճակը։ Շենքի մի հատվածը ամբողջությամբ ջրազրկված է, այդ մասում հիվանդները չեն կարող նաև կոյուղուց օգտվել։ Զգալի խոնավություն կա, որի պատճառով պատերի որոշ հատվածներ ենթակա են պլուզման։ Հանգույցները չեն գործում, որովհետև լրիվ կոյուղագծերը եւ ջրագծերը շաշկից դուրս են եկել, ջուրը ներծծվել է պատի մեջ, պատը խոնավացել է ամբողջ ընթացքում, տարվա ընթացքում երևի, իսկ ձմռանը սառելուց հետո, երբ որ գարունը եկավ, սկսեց հալվելը, սկսել են քարեր թափվելը։ Կա վթարային վիճակ, պատի, որտեղ ներծծվել ջուրը եւ այդ քարերը անջատվել են եւ ստեղծվել է շատ վտանգավոր վիճակ։ Դա երկրորդը եւ երրորդը, որ նրա կենցաղային պայմանները շատ վատն են, նրա ասենք թե ճաշարանը, լվացկատունը։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն ունի պարսպապատման խնդիր նաև։ Հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների ամենօրյա զբոսանքը եւ օտափողության ապահովելուն խանգարում է դրա բացակայությունը։ Ավելին, թափառող շներն ու արածող կենդանիներն անարգել մուտք են գործում կառույցի տարածք, ինչը իրական վտանգ է ներկայացնում հիվանդների համար։ 2 տարի առաջ կառավարության կողմից 19 միլիոն դրամ էր հատկացվել խնդրի լուծման համար, այն նպատակին չի ծառայել։ Անմիջապես տեղում որոշում կայացվեց որոշակի գումար տրամադրվել եւ ներկայ էր նաեւ առողջապահության նախարարը Քուշկյանը եւ այդ ժամանակ մեզ տրամադրվեց մեր շենքի համար 19 միլիոն գումար, գրվեցին բոլոր թերթերում, հարցին պատասխանեց պարոն Քուշկյանը, որ կտրամադրվի այդ գումարը։ Ինչ որ գումարների խնդիր եղել, դա անգամ տրամադրվել է, հետո դե մենք գիտենք, որ մեր պետության հնարավորությունները անսահմանափակ չեն։ Երևի շատ խնդրահարույց հարց եղել, որ տրամադրվել է եւ երևի թե առաջնահերթության էլ ավելի այսպես խնդիր եղել, որ այդ գումարը այնտեղից հանվել է։ Տնօրենի հավաստմամբ արկախնդիրների մասին քաջատեղյակ են մարզպետարանի համապատասխան բաժնում։ Կառույցի ճակատագիրը գտնվում է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում եւ պահանջում է շուտապույտ լուծում։ Մարզպետը որոշում է կայացրել ֆինանսական միջոցներ են հատկացվելու մեզ համար, նույնիսկ կատարվել են նախահաշվային աշխատանքներ եւ մեծ աշխատանքներ են կատարվելու, այսինքն ֆինանսները այնքան մեծ են, որ դրանք սեփական բյուջեի հաշվին բուժհաստատության մենք դա իրականացնել չենք կարող։ Առաջիկայում նախատեսվում է շենքի մասնակի վերանորոգում եւ պարսպապատում։ Միայն թե սա չի նշանակում, թե կառույցը կդառնա համապատասխան հոգեկան առողջության կենտրոն համարվելու համար, քանի որ ոչ թե կառուցվածքային, այլ ընդամենը հարդարման աշխատանքներ են իրականացվելու։
Հեղինե Մանուկյան, Հասմիկ Կարապետյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները։ Մասնավորապես նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող 4 վարկային ծրագրերից 3-ն արդեն ավարտվել են։ Դրանց 46%-ն առնչվում են հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներին, 28%-ը գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին եւ մշակույթի տներին։ Ներկայում 1 տասնյակից ավելի ծրագրեր գտնվում են ավարտական փուլում, եւս 26 ծրագրերում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը իր պաշտոնավարման 3 տարվա արդիվ հրավիրված ասուլիսին ներկայացնելով նախարարության ձեռքբերումներ ասել է, որ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ նախարարություններից մեկը կարողացել է արժանանալ թե մեր համաքաղաքացիների եւ թե միջազգային ու օտարերկրյա գործընկերների վստահությանը։ Նախարարի տեղեկացմամբ այդ տարիներին հիմնվել է աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը, որը կոչված է համախմբելու երկրի աղետների ռիսկի նվազեցման ուղղված բոլոր հնարավորություններն ու ջանքերը, ընդգրկելով բոլոր նախարարություններին եւ գերատեսչություններին։ Թարմացվել է արտակարգ իրավիճակների նախարարության գրեթե բոլոր ստորաբաժանումների տեխնիկական բազան։ Այս պահին միջազգային չափորոշիչներին համապատասխան 3 փրկարարական թիմ է պատրաստվում։ Մեր նախարարությունում կան նաև բաց թողումներ, բայց եթե չկա բացասական արձագանք, մենք կշարունակենք նույն ոգով աշխատել, ընդգծել է նախարարը։ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ իրականացվել է ճանաչողական այց Արարատի մարզ։ Հանձնաժողովականները նպատակ են ունեցել տեսնել այն ցանքատարածությունները, ջերմոցային տնտեսություններն ու ձկնաբուծարանները, որոնցում խնդիրներ կան։ Մասիսի տարածաշրջանի Ղուկասավան եւ Դարակերտ համայնքների հողօգտագործողները 2012 թվականի գյուղատնտեսական տարում լուրջ խնդիրներ ունեցան Հայաստանի համար նորություն համարվող հարավամերիկյան ցեցի հասցրած վնասի պատճառով։ Ցեցի այս տեսակին Եվրոպան լավ ծանոթ է։ Ժամանակին վնասատուն եվրոպական շատ ֆերմերային տնտեսությունների է կանգնեցրել երկընտրանքի առաջ։ Այդ երկրները սակայն կարողացել են դուրս գալ ստեղծված կացությունից պետական աջակցության շնորհիվ։ Ղուկասավան այցելած հանձնաժողովի անդամներին միացան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, բույսերի պահպանության մասնագետ Աշոտ Ղարիբյանը եւ Արարատի փոխմարզպետ Կարլեն Հակոբյանը։ Կարտոֆիլի ցանկատարածություններ եւ ջերմոցներ կատարած շրջայցից հետո գյուղի դպրոցում կայացավ քննարկում, որի ընթացքում ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը խոսեց Ղուկասավան հասնելու իրենց նպատակի մասին։ Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը պատասխանեց ներկաների բազմաբնույթ հարցերին։ Չենք սահմանափակվելու, մեր կաբինետներում չենք աշխատելու, դուրս ենք գալու, այցելելու ենք բոլոր մարզեր պատգամավորներով, այն մարզերը, որտեղ որ խնդիրներ կան, մենք ուսումնասիրելու ենք այդ խնդիրները։ Եթե մենք բոլոր միջոցառումները իրականացնենք ժամանակին տված այդ ցուցումներին համապատասխան, մենք կարտոֆիլի հարցում ժամանակին բերքահավաքը կատարել է մինչև փռերի մահանալը, մենք կորուստներ չենք ունենա։ Մեր լրջագույն մտահոգությունն է պոմիդորի ցանքերը, լոլիկի ցանքերը, որի վեգետացիան շատ ավելի երկար է։ Հօգուտ մասնավորը գյուղատնտեսության նախարարությունը կառավարության ուշադրությանն է ներկայացրել որոշման մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում տուժած համայնքների հողօգտագործողների նախատեսվում է անհատույց հատկացնել լավագույն թունաքիմիկատները եւ կենսաբանական պատրաստուկները, որոնք տեղին եւ ժամանակին կիրառելու պարագայում կօգնեն ազատվել տարածաշրջանի այդ թիվ 1 հոգսից։ Մենք ունեցել ենք բավականին երկար ժամանակ, որպեսզի մենք կարողանայինք նախապատրաստվել ձմռան շրջանում այդ նույն թագարտների, նույն քիմիկատների կտրվածքով, այսինքն ֆինանսավորում այն ժամանակ խնդրվեր, բյուջեի ժամանակ կամ առաջարկվեր, այդ ամեն ինչը միանգամից համալիր արվեր ու այսօր մենք արդեն կիրառեինք, ոչ թե այսօր սպասեինք, թե կառավարությունը այդ ամեն ինչը կտրամադրի, թե չի տրամադրի, ինչքան գումարեր ու ինչու ավելի շուտ չարվեց։ Ուրեմն ձեզ ասեմ, նախնական մոտարապես 250 միլիոն դրամի կարգի գումար այս առաջին փուլում, եթե մենք կարողանում ենք ձեռք բերել, ուրեմն այդքան գումար հատկացում, եթե լինի եւ այդ ներկայացված պարագաները մենք ձեռք բերենք, մենք կարող ենք ամբողջ իրավիճակը այսպես դարձնել վերահսկելի եւ կարծում եմ, ուրեմն մենք արդյունքներ կունենանք այս առումով։ Նույն ապովանդակ քննարկում կայացավ նաև Դարակերտում, այստեղ պարզվեց, որ հողօգտագործողների հիմնական մասը հարկ եղած չափով չի օգտվել գյուղնախարարության մասնագետների խորհրդատվությունից եւ շարունակում են վնասներ կրել։
Ծլելուց հետո հիմնական գլոբալ պայքարի միջոցառում պետք է կազմակերպվի, ոչ միայն կարտոֆիլի համար, այլ նաև այդ մորմազգի մոլախոտերի դեմ պետք է պայքար կազմակերպվի։ Պետք է մտածենք ինչ ձևով, անհատույթ ձևով, որպեսզի դեղորյակ տանք գյուղացիներին, որպեսզի իրանք կարողանան ըստ սխեմայի պայքարը իրականացնել։ Շրջայցի ավարտին հանձնաժողովականներն այցելեցին տեղի ձկնաբուծական տնտեսություն, ծանոթացան ձկնարտադրության ողջ ընթացքին։ Հեղինե Մանուկյան, Ազդարաշ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած Հայոց ցեղասպանություն մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին գիտաժողովին։ Ուղերձում մասնավորապես ասված է մեջբերում եմ։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին մասնավորապես աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաև եղած բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա առավել համապարփակ եւ խորքային մոտեցում ցուցաբերելով հավուր պատշաճի կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները եւ դրանց միջազգային հնչեղություն տալ։ Հայոց ցեղասպանության պատմությունը եւ դրա դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը, այն հավասարապես վերաբերում է նաև թուրքական պետության եւ թուրք ժողովրդի պատմությանն ու հիշողությանը։ Եվ այս տեսանկյունից մեզ համար ոգևորիչ է, որ տասնամյակներ շարունակ անփոփոխ մնացած լռությունն ու ժխտողական կեցվածքն այլևս տեղի են տալիս եւ թուրք հասարակության առավել գիտակից հատվածը իր մեջ ուժ է գտել վերանայելու անցյալում տեղի ունեցած ողբերգության հանդեպ պարտադրված մոտեցումներն ու կեցվածքը, ավելին նույնիսկ քննադատաբար մոտենալու պաշտոնական դիրքորոշմանը։ Մենք համոզված ենք, որ հայերի եւ թուրքերի ապագա սերունդներն անպայման գտնելու են համակեցության նոր բանաձևը։ Մեջբերման ավարտը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը մարտի 22-ին միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելում բանաձևը։ Armenpress-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Facebook-յան պաշտոնական էջը։ Հայաստանը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև 2005 թվականին։ Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զորաբ Մնացականյանն այն ժամանակ նշել էր, որ բանաձևը նպատակ ունի համախմբելու միջազգային հանրության ջանքերը ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակման եւ ամրապնդման ուղղությամբ։ Ներկայացնելով բանաձևը Հայաստանը վերահաստատում է իր բարոյական կեցվածքը ցեղասպանություն երևույթի դեմ պայքարի խնդրում։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դանիա կատարած այցից հետո լրագրողների հանդիպման ժամանակ հերքել է, թե ինքը կապ ունի Հասան Ջեմալի միլիեթից հեռացնելու փաստի հետ։ Հիշեցնեմ, որ Էրդողանը խիստ զգուշացում էր արել միլիեթի սեփականատեր Դեմիր Օրենին, վերջին սել գլխավոր խմբագրից պահանջել է աշխատանքից ազատել Հասան Ջեմալին եւ Ջան Դյունդարին։ Տեղեկացնենք, որ Հասան Ջեմալը հայոց ցեղասպանության կազմակերպիչների Ջեմալ Փաշայի թոռը, այն թուրք եզակի լրագրողների թվում է, ովքեր ճանաչում են հայոց ցեղասպանությունը։ Հասան Ջեմալը 2008-ին եղել է Ծիծեռնակաբերդում եւ ցեղասպանության համար ներողություն խնդրել։ Նա նախորդ տարի հանրության էր ներկայացրել 1915 թվի հայոց ցեղասպանություն գիրքը, որը նվիրել է Հրանտ Տինքի հիշատակին։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թվում է գոհ է Օջալանի երեկվա հայտարարությունից, որտեղ նա կոչ էր իր զինյալներին զենքը վայր դնել եւ հաշտության ժամանակաշրջան սկսել, բայց արդեն հասցրել է նաեւ քննադատել, որ Դիարբեկիրում տոնակատարության ժամանակ չի բարձրացվել Թուրքիայի անգամ 1 դրոշ։ Կարծում եմ կոչը դրական զարգացում է, սակայն մենք կցանկանայինք կարճ ժամանակահատվածում տեսնել, որ Օջալանի արած ակնարկներն իրականություն են դառնում։ Եթե այդպիսին լինի Թուրքիայում եւ տարածաշրջանում մթնոլորտը կփոխվի, ասել է Էրդողանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Ավելի վաղ Վոլինկինը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության պետի տեղակալի պաշտոնը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նա կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն այցելել է Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Ռաֆի Հովհաննիսյանին։ Այս մասին News.am-ին ասել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ հանդիպումը եղել է հրապարակային։ Առանձնազրույցի մանրամասներին Արմեն Մարտիրոսյանը ծանոթ չէր։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ներգրավվել է որպես կասկածյալ 2007 թվականի նախագահական ընտրություններում իր քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործում։ Սարկոզին կասկածում են տասնյակ հազարավոր եվրո նվիրատվությունների ընդունման մեջ, որը ստացել է Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից L'Oréal ընկերության ժառանգորդ Լիլիան Բետանկուրից։ Կիպրոսի խորհրդարանը շարունակում է երկրի տնտեսությունը սննգացումից փրկելուն ուղղված քայլերը։ Օրենսդիր մարմինը քննարկում է երկրորդ ծրագիրը, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Կիպրոսի խորհրդարանը սկսել այն ծրագրի քննարկումը, որը նախատեսում է բաժանել երկրի երկրորդ խոշորագույն բանկը ֆինանսական տրանսակցիաների սահմանափակում մտցնել։ Եթե վարկատուները հավանություն չտան այդ ծրագրին, մինչև մարտի 25-ը կղզուն սնանկացում եւ եվրոյի կոտուց հեռացում է սպառնում։ Ըստ այդ ծրագրի Կիպրոսում մեծությամբ երկրորդը հանդիսացող Լայկի բանկը պետք է բաժանվի լավի եւ վատի բոլոր խոշոր ավանդները փոխանցելով առաջինին։ Արդյունքում լավ Լայկին կարող է շարունակել աշխատանքը, որտեղ մինչև 100,000 եվրոյի ներդրումները կպաշտպանվեն։ Այն կարող է միանալ Bank of Cyprus-ին։ Միաժամանակ վատ բանկի խոշոր ներդրողները եւ այլ վարկատուները կարող են կորցնել իրենց միջոցները։ Եթե բանկը չբաժանվի, այն անմիջապես կսնանկանա եւ կդադարեցնի գործունեությունը, որը աղետալի կլինի բանկային համակարգի աշխատողների, ներդրողների, նաեւ ողջ երկրի տնտեսության համար։ Այս մասին ասել է Կիպրոսի կենտրոնական բանկի նախագահը։ Նոր ծրագիրը պետք է կրճատի Կիպրոսի բանկային համակարգի փրկության ընդհանուր գումարը եւ աջակցի երկրի խոշորագույն բանկին Bank of Cyprus-ին։ Նարա Մելքոնյան, Ազդարար։ Հավելենք, որ Եվրախումբը մերժել է Կիպրոսի առաջարկած ֆինանսական համակարգի փրկության կայունացման ծրագիրը։ Եվրամիության ղեկավարության առարկության պատճառնային դրույթն է, որը ենթադրում է մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի ազգայնականացում։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ են անկախ ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը։ Ռամալլահում անցկացված բանակցություններից հետո Օբաման հայտարարել է, որ եւ Իսրայելը եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը պետք է վերանային դիրքորոշումը, որպեսզի հնարավոր դարձնեն հակամարտության խաղաղ կարգավորումը։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման այցելել է Բեթլեհեմում Քրիստոսի ծննդյան տաճար։ Օբամային ուղեկցել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, պետքարտուղար Ջոն Քերին եւ այլ պաշտոնատար անձինք։ Տաճարում Միացյալ Նահանգների նախագահին դիմավորել են Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ III, հայր Պիեր Բատիտիստը, Պիցաբալլան եւ arczepiskopos Սևան Ղարիբյանը։ Բեթլեհեմ այցից հետո Միացյալ Նահանգների նախագահը ժամանել է Հորդանան, որտեղ կհանդիպի թագավոր Աբդալլա II-ի հետ։ Կրկին անդրադառնանք տեղի նորություններին։ Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել է մինչև սույն թվականի մարտի 31-ը։ Այս հրամանի համար հիմք է հանդիսացել սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես գրիպով հիվանդացության տարածման միտումների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գրությունը։ Կրթության եւ գիտության նախարարը նույն հրամանով նաեւ հանձնարարում է մինչև ուսումնական տարվա ավարտը ապահովել առարկայական ծրագրերի կատարումը դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով։ Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Լոնդոնում ընթացող հավաքնորդների մրցաշարի 6-րդ տուրում սև խաղաքարերով մեթոդաբար մեծացնելով ճնշումը Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ ադրբեջանցուն պարտադրել է 54-րդ քայլում անձնատուր լինել։ Իսկ մարտի 22-ին Գյումրիում Շիրակ ֆուտբոլային ակումբի սաների հետ ֆուտբոլ է խաղացել Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրամ Մովսիսյանը։ 2012 թվականի նման այս տարի եւս նա հյուր էր եկել նվերներով, մարզահագուստով եւ գնդակներով։ Յուրամ Մովսիսյանին, ինչպես սիրված հերոսի, մեծ բազմությունը դիմավորեց ցնծությամբ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող այսօր հաջողությամբ հանդես է գալիս Ռուսաստանի ամենաժողովրդական թիմում Մոսկվայի Սպարտակում։ Ավելին, խփած 12 գնդակներով ներկայումս նա հանդիսանում է Պրեմիեր լիգայի առաջնության լավագույն ռմբարկուն։ Շատերն էին ուզում մոտիկից տեսնել Յուրային, ուստի զարմանալի չէ, որ թիվ 30 դպրոցի մարզադալիչ նա մտավ մեծ ուշացումով։ Ոգևորված էին պատանի ֆուտբոլիստները։ Ի վերջո ոչ միշտ է հաջողվում նման մեծության աստղի հետ շփվել։ Լրագրողներն էլ անմիջապես շրջապատեցին Յուրային եւ փորձեցին հարցախեղտ անել։ Գլխավոր թեման մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնության Չեխիայի հետ ընտրական հանդիպումն էր։ Հույսերը շատ մեծ են, մենք շատ ճիշտ ենք, շատ լավ ենք տրամադրված եւ ես ոնց ասեմ, ես շատ հույսով եւ ասենք սպասում եմ այդ խաղին, որ
շատ լավ է լինելու մեր համար, որովհետև տղաները բոլորն է պատրաստ են։ Երեկվա խաղը մեր համար ճիշտ է, մի քիչ դժվար ստացվեց, բայց Չեխերի խաղին եւ Չեխերի խաղին պատրաստ կլինենք։ Յուրա Մովսիսյանը նվերներ բաժանեց երեխաներին, սակայն շատ ավելի մեծ էր ոգևորությունը, երբ Յուրան որոշեց նրանց հետ ֆուտբոլ խաղալ։ Հայաստանի ավագականի հարձակվողը գնդակի հետ վարվելու բացառիկ տեխնիկա դրսևորեց։ Քիչ է պատահում, երբ ճանաչված աստղը համաձայնվում է երեխաների հետ հաճույքի համար գնդակ գլորել։ Չուզենալով նեղացնել որևէ մեկին, այդուհանդերձ նա հիանալի գոլ խփեց, որը ցնծությամբ ընդունեցին Յուրայի թիմակիցները։ Չեխերը շատ ուժեղ թիմ են։ Չեխերը, ասենք, անհատական ֆուտբոլիստները շատ ուժեղ են, բայց ելի եմ ասում, որ ես այսօրվա դրությամբ չեմ ուզում նայեմ իրանց ֆուտբոլիստները ով են, ինչ ֆուտբոլիստներ ունեն, ինչ անուններ ունեն։ Իմ համար ամենակարևորը մենք ոնց ենք խաղալու, մեր ֆուտբոլիստները ով է խաղալու եւ մեր ֆուտբոլիստները ուժերը ավելի շատ, ասենք, ես հավատում եմ մեր ֆուտբոլիստների ուժերին, դրա համար Չեխերի մասին ճիշտ ասած վաբշե չեմ մտածում։ Յուրա Մովսիսյանը միշտ էլ հաճույքով է ժամանում Գյումրի։ Նա չափազանց սիրված հյուր է Շիրակի տարածաշրջանում։ Քիչ աստղեր կան, որոնք որոշում են բարեգործական ձեռնարկով հանդես գալ հանուն երեխաների։ Եվ այդ քչերից մեկն էլ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային հարձակվողն է։ Շնորհակալություն հայտնելով նրան բարեգործական ակցիայի համար համոզված ենք, որ շնորհակալություն կհայտնենք նաև Չեխիայի հետ խաղից հետո։ Ի վերջո խաղակարգին դրված է մեր երկրի հեղինակությունը։ Սամվել Աղանյան, Լևոն Խաչատրյան, Ազնարար։ Այսքանը մնացեք բարով, կհանդիպենք ազդարարի հաջորդ թողարկումներում։